1500-ից սկսած։ Ես շինությունները տալիս եմ մոտավորապես $700, իսկ հողը նույն գնով։ Ստացվում է, որ մոտ 60%-ն եմ ասում, ամենացածր գնի 60%-ը։ Պարոն Հարիկյան, երբ վաճառում եք, այսպես տեղեկություն տարածված, եթե ճիշտ եմ հիշում, եթե չէ ինձ ուղղեք, որ պարտքերի պատճառով եք վաճառում տունը։ Վայ մարդուն, որ պարտք չունի, որովհետև եթե պարտք չունի, նշանակում է ժամանակից առաջ ընկնել չի ուզել։ Այո, ես բանկերից պարտքեր եմ վերցրել, որ կառուցեմ դրանք, բայց երբ պետության առաջարկում էի, որ ինքը դա թանգարան դարձնի, որովհետև այսպիսի առիթ չեն ունենա, մեկ էլ, չգիտեմ, 100 տարի հետո կունենանք ազգային ազատագրական պայքարի կենթանի առաջնորդ, անկախության պայքարի առաջնորդ, անկախության եւ ժողովրդավարության թանգարան։ Այնտեղ օրինակ ցուցանմուշներ կան, որոնք միլիոններ արժեն դոլարով։ Օրինակ այն պատվոտախտակը, որի վրա ամերիկյան սենատորներ, պահպանողականներ գրում են, որ ձեր վճռականությունից սկիզբ առավ 300 միլիոն մարդու ազատագրման գործընթացը։ Դրանից ուրիշ չկա աշխարհում։ Եվ ինձ արդեն առաջարկել են Վաշինգտոնյան թանգարաններից մեկից, որ եթե դուք դա ուզենաք, ձեր գինը ասեք, ես ասել եմ չեմ ուզում վաճառել, ուզում եմ թողնել Հայաստանին։ Այն ընդհանուր պարտքերս կազմում էին շուկայական արժեքի մոտավորապես 10%-ը։ Բայց ես դրա մասին չեմ էլ ասել իրենց, ուղղակի ասել եմ պատրաստ եմ նվիրել։ Բայց իրենց համար ոնց Նիկոլի թանգարան կարող է լինել, բայց ժողովրդավարության ու անկախության թանգարան այնպես որ դա ընթացքի մեջ է, ես հանգիստ եմ նայում դրան, ինչ որ նյութական է կարող է վաճառվել, չնայած այնտեղ ես իմ ձեռքով եմ ամեն ինչ կառուցել, անապատը վերածել եմ Այգեստանի, բայց ինչ կա որ։ Միայն այդ առանձնատուն եք վաճառում, պարտքերի պատճառով, այլ Պարտքերի պատճառով չեմ վաճառում ոչինչ։ Պարտքերը նրա համար են, որ ունենաս եւ դրանով ապրես, կամաց փակես։ Ես վաճառում եմ, որովհետև գույքահարկը այնպես բարձրացրեց, թշվառական է, որ եւ ես ինձ իրեն դիմեցի, ասեցի, լսիր, ապիկար, դու ասել ես վաճառի, ես վաճառում եմ քեզ գնովարի գնի, բայց ինքը պարզվեց ավելի մեծ սրիկայություններ է պատրաստվում, նախ խաբել է ժողովրդին, որ 26 թվականին ավարտվելու է գույքահարկի բարձրացումը։ Չէ, այնտեղ այնպեսի բանաձև է դրած, որ չի ավարտվելու։ Դեռ պիտի բարձրանա, իսկ օրերս էլի մեծ ստորություն արեց, չէ, տեղյակ եք։ Դուք գիտեք, սոցիալական պետության մեջ չի կարող գույքահարկը 500 անգամ բարձրանալ։ Այսինքն 50,000%-ով։ Իմ գույքահարկը բարձրացել է այս պահի դրությամբ բարձրացել է 50,000%-ով։ 500 անգամ։ Ինչքանից ինչքան է դարձել, պարոն Հարիկյան։ 7900 դրամից այս տարի վճարեցի 3.900.000 դրամ։ Եկող տարի ավելանալու է։ Դա սոցիալական պետության դրա համար էլ ենք դրան առաջ կանգնելու, ոչ թե իմ գործով, այլ ընդհանրապես սոցիալական պետության մեջ մարդկանց սոցիալական իրավունքները այդ աստիճանի լպիրշորեն ոտնահարելը դա միայն խիստ դատապարտման ենթակա գործ է։